Այսօր ինչպես միշտ սկսում եմ մեր երեխեքի զոհված երեխեքից ու գալիս եմ ասելիքիս երևի երկար խոսակցություն ստացվի, չգիտեմ, բարդ հարցի մասին եմ խոսելու։ Ես մի բան մտածեցի, ըստ ինտերնետի միջին մարդիկ լսում են 3 րոպե ամենաշատը կլիպերը, բայց նկատել եմ, որ երբեմն ժամ ու կես կլիպերը լավ էլ հավեսին լսում եմ, այսինքն 3 րոպեն դա ինչ-որ միջինացված արհեստական բանականության թիվ է, որ տալիս են, եթե լավ հեքիաթային ես խոսում, բոլորին ինձ հաճելի ես խոսում, իրենք հասկանում են ինչ ես խոսում, երկար են նայում, ինչքան խոսես կնայեն։ Ես երևի լավ չեմ խոսում, դրա համար ինձ քիչ են նայում, բայց կարծում եմ մի քանի հոգի միջև վերջ կնայեն, էլի կարող եմ մի 40 րոպե խոսեմ։ Այսօր մեծ կարևոր հարցի մասին եմ խոսելու։ Ամսի 8-ին Ջոն Լենոնի սպանության 45 տարին էր։ Խնդիրն է, թե իր մահվան տարին էր, 80 թվին են իրեն սպանել, որպես մարդ դա իր մահվան տարին էր, որպես հայտնի անհատ, մեծ հեղափոխության հեղինակ Ջոն Լենոնի սպանության տարին էր։ Այստեղ բերել եմ նաև, թե սպանողն ով է, Մարկ Դեվիդ Չապմանն է։ Այսինքն դուք գիտեք, որ ինքը Մարկա Դեվիդ է ու Չապման է։ Եվ որը հիմա բանտում է, 68 տարեկան է, 45 տարի նստել է, 23 տարեկանում Ջոն Լենոնին սպանեց, ու երևի ոնց հասկանում եմ, գիժ է եղել այդ սպանողը, ակնհայտորեն, ես կուզենամ մի խոսքը ցույց տամ Ջոն Լենոնի, որը կարևոր է, լսենք ինչ է ասում։ Я думаю, что нашим обществом управляют безумные люди ради безумных целей. Я подозревал это еще в 16-12 лет, просто выражал это по-разному всю жизнь. Это одна и та же мысль, которую я постоянно пытаюсь сформулировать, но теперь могу сказать ее одним предложением. Я думаю, нами управляют маньяки ради безумных целей. Понимаете? Если кто-нибудь может изложить на бумаге, что наше правительство, американское правительство, российское, китайское, что они на самом деле пытаются сделать и что, по их мнению, они делают, я был бы очень рад узнать, что, по их мнению, они делают. Я считаю их всех безумными, но меня самого могут заклеймить сумасшедшим за то, что я это говорю. И это безумие. Իրեն սպանել են սրանից 12 տարի հետո։ Դրա համար ասելիք կա այստեղ, թե ինչու՞ն է բանը, ոնց կարողացավ խելագարը հզոր արվեստագետի սպանել ու մինչև հիմա բանտում անստաց, հասարակությունը պահում է սրան, ոչ մի խոսակցություն չկա, անալիզ չկա, թե ինչի սպանեցին այս մարդուն։ Մենք մահն ու սպանությունը չենք տենց իրարից շատ տարանջատում, հասարակությունները այդ զգոնությունը և արթունությունը չունեն, սթափությունը չունեն հասկանալու համար, թե ինչ է իրենց հետ կատարում, մարդկությունն արդեն չունի, հայությունը վաղուց չունի գամ այդ հարցերին, սկզբից ես հայության այդ ապագայի ողբալի ապագա կա, կարող եք կարդալ այս տեքստը, 24 թվականին Սովետская Արմենիա ինչ-որ հեղինակ է, որը գրել է Facebook-ում, սխալներ կան տեքստի մեջ, բայց ինքը կարևոր է բան ասում, ես ինչ արեցինք մեր գլխին, ասում պետություն էր ընկել, կործանեցինք, ես ինչ ազգ ենք դարձել, ես ինչ սերունդ է առաջ եկել, խելահաս մարդու համար ինֆարկտի ճանապարհ է, հետաքրքիր ինչքան կդիմանա հայոց հողը այս անտարբերությանը, շահամոլությանը, ստաբանությանը, կեղծիքին, դավանանքներին ու դավաճանություններին, եթե այսպես շարունակի, սրա վերջը կունենա ողբալի ապագա։ Մեր Սովետская Արմենիան է գրել։ Կարդամ Անիկ Աղինյանի Ֆեսյանի ընկերուհու գրածը 18 թվին է գրել, 18 թիվ, 24 թիվ, Սովետская Արմենիա։
Ամիսներ առաջ եմ գրել, հիմա էլ կրկնում եմ, 64-ամյա Սերժը գնաց իր տեղը զիջելով 44-42-ամյա Նիկոլին, որի հետևանքով սովետական կրթություն ու դաստիարակություն ստացած մի հայրենասեր ազգային արժեքները խորքային իր մեջ կրող Արցախ եւ Հայաստանը ազատագրած 60-74 թվականին ծնված սերունդը մնաց լուսանցքում։ Այս մարդկանց սերուցքի մի մասը ննջում է Էրաբլուրում, մի մասը արտագաղթեց, մի մասը աղքատության ճիրաններում է, որովհետև չցանկացավ մասնակցել պետության թալանին։ Մի մասին դիտավորյալ չթողեցին արարել եւ օգտագործել իր արհեստավարժությունը, այսինքն մասնագիտականություն։ Ու հիմա ընկանք մի սերնդի ձեռքով չի հասկանում ինչ է պատասխանատվությունը, ինչ է հայրենասիրությունը, ինչով է պատիվ ու արժան, ինչ է պատիվն ու արժանապատվությունը։ Սա դիտավորյալ արվեց մեզ զրկելով այլ արժեքներով ապրելու հնարավորությունից եւ սա տանելու է մեզ աղետի։ Ո՞վ գիտի որ անին 18 թվին սա գրել է։ Հայ պրոֆեսորները, քաղաքագետները, ակադեմիկոսները եւ այլն եւ այլն 18 թվի դեկտեմբերի 11-ին ինչով էին զբաղված։ Այդ ինչի անին պետք է այս մասին խոսեր։ Ես ավելացնեմ, կարևոր միտք կա։ Քաղաքակրթությունը ոչ թե ծնողներից, այլ պապերից ու տատերից է փոխանցում սերունդներին։ Սա մենք չենք գիտակցում, չենք շեշտում, կարծում ենք պապն ու տատը կարևոր են, բայց կարծում ենք կարևոր են այն առումով, որ հերնումերը կարողանան ազատ լինեն, գնան աշխատանքի իրանց կյանքն ապրեն, տատին ու պապին են տալիս երեխու պահելու հարցը, բայց իրենք ոչ միայն երեխուն պահում են, այլ կրթում են։ Եթե այդ փոխանցումը չկա, պապերից, տատերից սերունդներին փոխանցումը չկա, ապա սերունդը վայրենի է աճում։ Մեզ հետ sense դա տեղի ունեցավ։ Սովետի կործանումից հետո տատերի, պապերի սերունդը հայտնվեց աղքատության ճիրաններում, լակոտները սկսեցին խաբեությամբ տանել բերելով մի կերպ բեռնակրություն անելով, սարսափելի պայմաններում աշխատելով, մի կերպ ընտանիքը պահել, տատերը պապերը լրկվեցին, իրանք զայնի իրավունքից զրկվեցին։ Մեկ էլ ջահել կանայք ակտիվացան, գնացին Թուրքիա, ապրանք բերեցին, ծախեցին, դրության տեր դառավ ջահելությունը ու փող սարքող մարդիկ դառան։ Այս ահռելի գելյոտինը իջավ հայության գլխին, սովետի կործանումով, որը չգիտակցեց մեր մեծերի կողմից, հատուկ են մարդիկ, որոնք տարօրինակ աշխարհայց գիտեր են, մեջին հայության համար, կարողացան տեսնել, կարողանում են տեսնել, բայց ուշացումով այդ ամեն ինչը։ Հետ գամ խնդիրների։ Զամյուս ընկերոջս ասածն աշխարհի ոչ մի պետություն, ժողովուրդ այսպես անտարբերով հնազանդ չէր գնացել ինքնաոչնչացման։ Բայց քոքդայա սերունդների միջև կտրված կապն է, տնտեսության ավերումն է, մեր որպես մարդու մեր չգիտակցումն է, հասարակությունը չի տեսնում ինչ-ինչոց է։ Սա էլ մի ուրիշ է։ Մեր ընկերուհու գրավվածքն է, ինքը Իտալիայում ապրում, այնտեղ է սովորում, այնտեղ է աշխատում, սովորել է Հայաստանում, նաև Իտալիայում։ Միթե սա մեր վերջն է, քոչվորը իր ստրատեգ խաղով քայլ առ քայլ առաջ է գալիս, իսկ մեր միջի տականքը այսպես էլ 35 տարի չթողեց, որ ազգային էությունը կրող, ինտելեկտուալ ու պոտենցիալ ունեցող անհատները երկիրը ղեկավարեն։ Քանի տասնյակ քաղաքական սպանություններ են եղել այս 35 տարում, մինչև որ բանը հասավ մի թուլատի, մի մուտանդի, որ առանց օֆ անելու դարավոր Արցախը նվիրեց քոչվոր Թուրքին։ Ազգի տականքը դեռ իր խրախճանքի մեջ է, նավաղը հեշտությամբ ազերի հետ կնստի սեղանին, բայց հայկական միջավայր ոգի էլ չի լինի։ Որտեվ դաղալ, նախանց, համառ ու մեծամիտ արարածները կենաց մահու պայքար են տալիս իշխանական աթոռին տիրանալու համար, քանզի նրանց միակ նպատակը սեփական շահն է, ահա վերջ։ Վերջում էլի ոչ ոք պատասխան չի տալու, բոլորը հոտ են ցնդելու, սրիկաներ։ Ես արդեն գամ այս վերջերից, ասես հետ առաջ եմ անելու, այսօրվա իմ խոսալիքի նկարներն են, այս երկուսին եմ գալիս։ Ինքը չի խոսում, երրորդ նախագահի երրորդ նախագահ
նախագահի գրասենյակն ասում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձը կառավարության կողմից ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակման կապակցությամբ նկարն դրել են 462 լայք 263 կիսատ Այս մեռել է, այս հայերին գերեզման ուղարկած, այս ճիճուն ունի նախագահի գրասենյակ, որը ինչ-որ էշություն է գրում, ու սրան 263 հոգի կիսում են։ Այս էլ մյուս նախագահն է, լտեցեք իր տղայա, հանդես է գալիս միայն ընտրություններից առաջ։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն արձանագրել է շուրջ 8.5 միլիոն դիտում։ Հաշվել են դե աշխարհում 8.5 միլիոն հայ կլինի, երեխա, բիձա, խելար, սաղին հաշվել են իրար մեջ, գրել են թիվը։ Իսկ ես էլ ժուրնալիստ, ուղիղ եթերով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն է տվել, այս տվյալին նայել է 5.9 մարդ։ Նու չգիտեմ այդ, ըստ որում մի ամիս դրած է եղել բանում, տրանսլյացիայից հետո, մի ամիս հետո 5.9 Իրականությունը գրավել են, բացարձակ խելագարները։ Ջոն Լենոնին սպանած մարդկանց պես մարդիկ են հայկական իրականությունը եւ աշխարհում էլ հիմա այդ մասին կասեմ։ Ես հայկական այս չոքած անասուններին նայեք, այս ճիվաղներին, իշխանություն կազմած ճիվաղներին նայեք։ Ուրեմն սկզբից ես սրա այս ձախ նկարը տեսա, ասեցի երևի հատուկ սարքել են էլ artificial intelligence-ը բանով դզմզել են։ Հետո պարզվեց իրական նկար, այս մյուս անասունին այս ծևի բարև ատալի, այս ճիճուն, այս ճիվաղը, սա նատուրալ թուրք է, գախին տեսեք, դեր դեմքի արտադրությունն է, նատուրալ թուրք է, վերցել է հայկական իշխանությունը, բայց դե ինչ կարաս անես, հայությունը ինքն իրանից ձեռ է քաշել, այս պայմաններում բան չես կարող ասել, Պողոսների անունն է դուրս եկել, բայց երկիրը կերավ էկրաններից այլոց վրա մուննատ թափելով, հերոսանալով վերգոյական արժեքային Այդ արժեքային նացանել ես Նիկոլ լեգիտիմացնողներին, Նիկոլին, կեղծ հերոսներին, այս անասուններին, այս տականքներին, գամ նորից սկզբից։ Այս մեր ժամանակների մեծ փիլիսոփաներից է ամերիկացի հետ է։ Ասում ոչ մեկը չի գնում գիտելիքը քո ուղեղ լցնի։ Այդ սա մի բան է, որ ինքդ պետք է անես, ինքդ պետք է քո ուղեղը գիտելիքով լցնես։ Հայաստանում չկա։ Հայաստանում կա 5 ուղեղով աղբեր ու վերջ։ Սա էլ հին փիլիսոփաներից է։ Ասում են բռնապետները շահագրգիռ են, որպեսզի մարդիկ տգետ ու վայրենի մնան, որովհետև իրենք չեն կարող կառավարել մի երկիր, որտեղ արժանապատվությունն ու գիտելիքն են գերադասում։ Ճիշտ բան է ասել, նո 2-3 դար առաջ է ասել։ Սա էլ Ռոբեսպիերն ավելի շուտ է ասել։ Ասում ազատության հիմքը նա է, որ կրթես մարդկանց։ Իսկ բռնապետությունը շահագրգիռ է, որ մարդը տգետ մնա։ Երկուսն էլ նույն միտքն են, տարբեր ձևով արտահայտել։ Փաստորեն բոլոր փիլիսոփաները մոտավորապես նույն ձևով ասել են, հայերին պետք չէր ամեն փիլիսոփային կարդալ, որպեսզի հասկանալ, որ գիտությունն է մեր կործանման հիմքը, մեր այս ավիրված կյանքի հիմքը։ Բոլորի մոտ այդ միտքը կա, չի վերցվում։ Համառորեն չի վերցվում։ Սա էլ հետաքրքիր քարտեզ է։ Ուրեմն առաջին համաշխարհային պատերազմից հետո Աֆրիկայի քարտեզնա թե որ տարածքը ումն էր։ Բերել եմ հատուկ չկարծեք, որ սա կողմնակի բան է։ Ուրեմն տեսնում եք Ֆրանսիան կապույտ գույնով իր տարածքներ ունի, Մադագասկարն է արևմտյան մասն Աֆրիկայի, Իտալիան ունի, Թուրքիան ունի, Եգիպտոսն ու հարավը, Գերմանիան ունի միջին մասը, Մեծ Բրիտանիան ունի Աֆրիկան մեջ արած են եղել։ Այսօր գրեթե ոչ մի երկրում սրանք չկա։ Անցել է 110 տարի, 105 տարի առաջին համաշխարհային ավարտից աֆրիկյան բոլոր երկրները զարգացան, հասան իրենց նպատակին, անկախություն ունեն, արդեն Աֆրիկան շատ մեծ դեր է կատարում համաշխարհային քաղաքականության մեջ, մենք մնացինք նույն տգետը։ Ինչու՞մն է բանը, ինչու հայերի մոտ գիտելիքը երբեք տեղ չունի։ Իրականության
ընկալումը չկա։ Մեր աչքերի առջև աշխարհ է փոխվում, մարդկայինից դեպի վայրենականը, ողջ ես ուզում մնալ միացրու մարդկային ամենահզոր գործիքը, ուղեղը։ Սա հրամայական է։ Հայերի մոտ ասում է, «Դե դու ով եղար, որ ես քո ասածը բանի ձեռ դնեմ, արա դու ով եղար»։ Սա է։ Սա էլ կարևոր բան է, այստեղ թվեր են բերված, թե ինչի հանգեցրեց սիրիական պատերազմը եւ պատերազմը Ուկրաինայում։ Վերջնական թվերը բերեմ։ Ըստ նոյեմբերի տվյալների 5.9 միլիոն մարդ Ուկրաինան լքել է։ Սիրիայում էլ գիտենք, որ 3-4 միլիոնի հասավ գործը, եթե ոչ ավել։ Ինչ տեղի ունեցավ, այդ երկրները կործանվեցին, ավիրվեցին, Եվրոպան լցրեց փախստականներով, հիմա եվրոչինովնիկներն ասում են, ամեն երկիր պարտավոր այդ փախստականներին ընդունի։ Ու Հունգարիայի դեմ կռիվը նրանն է, որ Օրբանն ասում է, չէ, ես չեմ ընդունի այդ փախստականներին, դրանք էլ ասում են, մենք էլ քեզ քերդ կանեցենք։ Այսինքն ինչ-որ խելագարներ, բացարձակ խելագարներ Ջոն Լենոնի ասած, Եվրոպային են տիրացել ու ստիպում են, որ Եվրոպան կորցնի իր սուվերենությունները, եվրոպական երկրները վերանան, որովհետև աֆրիկյան աճը, ասենք թե իսլամական աճը եվրոպականից անվերջ մեծ է, եվրոպականը նեգատիվ է, իսկ աֆրիկյան աճը, ասենք թե մոտավորապես 1.5-2 անգամ ավել է, ամեն սերունդ աճում է մոտավորապես 4 երեխա է ունենում, երկուսը վերարտադրողն է, 2.3%-ը, 4 երեխա են ունենում, նույնն էլ բաներն են, մահմեդականներն են։ Եվրոպան մի 20-30 տարի առաջ բաներ, այդ հարցի առջև արդեն կանգնած էր, 90-ական թվականներից հետո Եվրոպան սկսեց դառնալ բան, հիմարանալ, լցրեց փախստականներով, այս գիրքը ես գրել եմ 8 թվին, վերաբերում է այդ խմբակային շահը, թե ոնց է աշխարհը կործանում, այստեղ այս գրքի մեջ մի ահռելի բաժին կա, որ Եվրոպան մուսուլմանանում է, ու դրա դեմ եվրոպացի պարտավոր են իրենց քայլերն անել։ 8 թվին ես գրել եմ գիրքը, ոչ մեկին չի հետաքրքրել։ Սա ինչու՞մն է բանը։ Ուրեմն ճշմարտությունը ինքը որպես այդպեսին ոչ մի արժեք չունի։ Կախված է նրանից, թե ով այդ ճշմարտությունն ասում։ Եթե այնց հայտնի մարդը ասում, իրանց, այսինքն հայտնին որն է, հայտնի էլ նրանք են հիմա արդեն Լենոններ չեն ծնվում։ Լենոնն այն ժամանակ ամբողջ աշխարհը գրավեց, իր երաժշտության փիլիսոփաները հայտնի են, Արիստոտելը հին աշխարհի փիլիսոփաներն են, նոր աշխարհի փիլիսոփաների անունները հայտնի են։ Չոմսկին դրանցից վերջինն էր, որի անունը այդպես լայնորեն հայտնի էր, բայց ներկա պահին միտքը չի գնահատվում, որովհետև Միքայելենկոն չի գնում։ Ամեն երկրում արդեն հիմարը դարել դրության տեր ու խելոքին ասում է, ձեզ կտրի եշեշ դուս մի տուրարա։ Ես իմ կանեմ, հեսա 6 միլիոն ուկրաինացի կլարեմ, Հայաստանը կկործանել կտամ, որովհետև ես կասեմ, ես եմ հայերին կործանում, ոչ թե թուրքերն են բանանում, դուք էլ ժողովրդավարության ու ռուսի մեջ շշկռած կգնաք կկործանվեք, էշեր։ Այսինքն ինչ-որ հրեշային ուժեր, խելագար հրեշային ուժեր վերցրել են աշխարհը տանում են կործանում, ու մարդկությունը չի կարողանում հասկանա, թե դրա դեմ ոնց պայքարի։ Հեսա գրել եմ, փողը տիրացել է աշխարհին, որտեղ պետք է փող աշխատես, որ հացդ ուտես, իսկ փողն էլ տիրացել են Աստծո ընտրյալները, գիտեք ովքեր են։ Որոնք էլ փողը սանձած որոշում են մարդկության թե առօրյան ու թե ապագան։ Այս պարզ սահմանում են տվել։ Եթե դու այսօր քո հարցերը չհասկացար, վաղը դու չես լնի։ Վաղը Ուկրաինան կգա քո մոտ, Հայաստանը կգա քո մոտ։ Նու Հայաստանից մեկ կփախնեք, ուրիշտեղ կարող ես ասել, դեռ փախել եմ, դուք էլ կփախնեք, Աստված տա ողջ մնաք։ Բայց մարդկությունը լուրջ խնդիրներ ունի լուծելու։ Դու հիմա հայերը կասեն, այս ինչերից է խոսում, այս սարսաղը, մարդկության հետ ես ինչ գործ ունեմ, ես իմ օրվա հացի խնդիրն ունեմ։ Հացի խնդիրն ունես, որովհետև երբեք մարդկության հետ համակայել չես եղել։ Այսօր համակայել եղի մարդկության հետ, կարողացիր մարդկության խնդիրները ներկայացրել, քուննել այդ համատեքստում, մարդկության խնդիրների համատեքստում, հրաներն է տարեցին, չէ, ասեցին, մեծ գենոցիդ են, գենոցիդը մարդկային բան, մարդկային ցեղին են վերացրել, դուք հասկանում եք, ու դրանով գրավեցին աշխարհը, իրանք երկրորդ համաշխարհայինից հետո գրավեցին, մինչև այդ լոկալ էին գրավել իրանց աֆերիստություններով, Ռոթշիլդից սկսած,
փողին տիրապետելու շնորհիվ նույնիսկ նախնադարից էին իրենք փողը հասկացել, խելոք են մարդիկ։ Իսկ վերջում արդեն օրենսդրորեն դա մտցրեցին սահմանադրությունների մեջ, գենոցիդն արգելեցին, բայց իրենք իրավունքը ստացան գենոցիդ անելու, որովհետև իրենք փողի տերն են։ Փողն է որոշում, որն է գենոցիդ, որը չէ։ Սովետական 27 միլիոն զոհված մարդիկ գենոցիդ չեն, բայց մի քիչ զոհված հրեաները, չգիտեմ այդ թիվն ինչքան է, դա հոլոկոստ է, գենոցիդ է։ Հայերի Ղարաբաղի կորուստը հեշտ բան է, դա Ադրբեջանի տարածքեր վերցրին։ Հիմա Հայաստանը լրիվ վերցնեն, ինչի համար, որովհետև մենք չկարողացանք մենք մեզ ներկայացնենք մեր հարցերը, կողքի դեգեներատին, իշխանության ասած դեգեներատին, Ռոբին, Սերժին, դրանց Թուլեկին, Նիկոլի մասին չեմ խոսում, թուրքա։ Իր շներներ թուրքի ծնունդ են։ 90 թվականից հետո երևի Թուրքիա գնացած լրբերի ծնունդներն են։ Իրանց բան չկա ասելու։ Հիմա նոր ընտրություններ են գալիս, նոր ասելու են, հարա չեք դերում, սաղմատում են Նիկոլին, հələ ցանկ ոնց է Ռոբին ընտրենք արա։ Ու Ռոբերի սեսմանա գալու ասելու Էշ դուս ատալու դա դեգեներատա։ Դրա խոսալը լսել հնարավոր չի։ Մտավոր հետ ամենաց այդ ապուշը։ Ու գնալու եք ընտրությունների այն հույսով, որ դուք Նիկոլին եք հաղթելու։ Չքաղթելու։ Ալեքսա ստապ։ Որովհետև մարդկայինից ենք հետ։ Այ այս պլակատը արդեն մարդկայինի ոլորտի մեծ պլակատ է։ Ցախից կողմը երախուն մի սպանի, ասում է դու անտիսեմիտ ես, այսինքն ինքը չի սպասում մինչև այդ կնիկ ինչ-որ մի ավելորդ բան ասի, թե դու հրեա ես, ես սպանում ես երախուն, ինքը մի անգամից խոցպա է անում, ասում է ձեն չանես, դու անտիսեմիտ ես, ձենդ կլի, պետք է սպանեմ ես, այսօր այս խնդրի առաջ ենք կանգնած, երեխա են սպանում, մեծ են սպանում, ազգեր են սպանում, միլիոններ են սպանում, ձեն հանող չկա, սպանողները ովքեր են փողին ենթարկվածները։ Փողը իհարկե հրեական տիրապետության տակ է, բայց քանի որ իրանց պետքա որ իրանց վրայից ցրեն, իրանք թույլ են տալիս, որպեսզի որոշ շուստրակներ դառնան միլիարդատեր։ Այստեղ գրած է այս 3 ամենամեծ միլիարդատերերի փողը կես տրիլիոն, այս մեկն ունի 40 տրիլիոն, այս մյուսն ունի 1/5 տրիլիոնից չափել, այս մյուսն ունի։ Այս 3-ն իրար հետ ավելի շատ փող ունեն, քան թե ամերիկյան ժողովրդի կեսը, ներքևի կեսը, ոնց կլինի դες, վերացրեցին ուրեմն հարկային բանը, պրոգրեսիվ հարկումը, ու սրանք դառան միլիարդատեր, տրիլիոնատեր, սա աննորմալություն է, մարդկությունը դառել է մի քանի հոգու խաղալիքը, չեմ կարծում, որ մասկը հանճարեղա կամ Բեզոս խելոք է, բայց հանճարեղ չի։ Իսկ Մարկի մասին վաշի խոսալ պետք չի։ Այդ ամբողջ հրեությունն է այդ իր անունով հանդես է գալիս, իրականում Facebook-ի տերը չգիտեմ ովքեր են։ Կեղծիքներով լցվել է աշխարհը։ Հələ մի հատ այս կեղծիքներից կարևոր կեղծիքը ասեմ ձեզ։ Ուրեմն ամենաշատ նավթ արտադրող երկրներն են բերել։ Դուք խաբար եք Ամերիկան բոլորից 2 անգամ շատ նավթ արտադրում արտահանում ունի։ Առաջինն ինքն է 21 միլիոն բարել օրեկան։ Սաուդյան Արաբիան 2 անգամ իրանից քիչ է, Ռուսաստան 2 անգամ իրանից քիչ է, Կանադան իրանից 4 անգամ է քիչ։ Այստեղ երկրները բոլորը շարած են։ Այստեղ վերջերում Ադրբեջանն էլ կա, տեղ չի արել սանկի մեջ։ Զրովեցի կողմերել Ադրբեջանն։ Սա լուրջ բան է, ժողովուրդ։ Դուք իմացեք, Ամերիկան ամենամեծ նավթ արտադրողն է, բայց ինքը նավթի համար կռիվ անում, թե ես նավթ արտադրողների հերը պետք է անիծեմ, այդ նավթերը իմն են։ Վենեսուելան էլ իմը պետք է լինի։ Վենեսուելայի նավթը։ Հեսա Վենեսուելան ունի նավթի ամենամեծ պաշարներն ունի, բայց չի կարողանում արտադրել, խեղդում են։ Կեղծիքի վրա հիմնված աշխարհը պետքա հեռանա, ու մարդիկ պետքա, եթե իրենց արժանավոր են համարում, պետքա մասնակցեն այդ նոր աշխարհի կերտմանը։ Չեք մասնակցի, փողը ձեզ կուտի։ Այս ընկերը ֆարտուկ հակած, այս սրա բանն է, մատուցողն է դարել։ Ինչ ասում, ծնգսրել էր տեր։ Այստեղ էլ ասում է, դավայ մտի պատերազմի մեջ, սարսախ։
կմտնի, իր ասելով է մտնում պատերազմների մեջ, սա ճշմարտություն է, այս նկարները հենց իրեն չեն սարքում, այս էլ ամերիկյան իշխանությունն է, իրանց դրոշակով բանարած, փաթաթված, այս էլ իր մասին խոսք է, հետաքրքիր է, ասում է, այս տխուր մարդը խոսում է, բանա, ելույթներ անում, որ ինքը չի գրել, հարցերի վերաբերել, որոնք ինքը չի հասկանում, կազմակերպությունների մասին, որոնք ինքը չի սիրում, եւ պատճառները, որը ինքը չի կարողանում բացատրել։ Դրանց բազմակողմանի ներկայացված է այս։ Սա ինչ իրանք ուներ դառնալ Ամերիկայի նախագահ։ Կամ իր հակառակորդը այն սկզբից են խելագար բիձեներ, հետո էլ են ղաժղժան միայն ծիծաղել իմացող կնիկը։ Հնդիկ ու հերնել ես ինչ էր, մալերացիեր զիբիլը։ Այսինքն փողատերն են որոշում, թե ով կդուրս կգա ֆինալ, ով պետության տեր կդառնա։ Այս էլ իր արածի հետևանքներն է։ Տարիֆներով սկսեց կռիվ, Չինաստանը Ամերիկայից ամենամեծ սոյա առնողն էր, հիմա այս մարդը սոյան չի կարողանում ծախել, լավ նկար է։ Ասում ինքը չի կարողանում իր արտադրանքը ծախել, որովհետև տարիֆները մտցրեցին։ Ու չի կարողանում հավաքի նույնիսկ իր բանը, այս դաշտերը, որովհետև դեպորտացիա արեցին իր աշխատողներին։ Ու ստիպված է բան անի, սոցիալիզմ ընդունի, որպեսզի կարողանա ինքը կերակրվի, այսինքն պատասխանքով ապրի։ Բայց ինքը 3 անգամ տրապին է հանդրել։ Բայց մարդիկ առանց հասկանալու իրանք իրենց քոքերն են կործանում։ Մենք պետք է հասկանանք, որ մարդը էքսպանսիվ է։ Էքսպանսիվ է խելոք մարդը հին ժամանակներում նախնադարում խելոք մարդը իր էքսպանսիվությամբ գրավելով, աշխարհ գրավելով ստեղծել է ժամանակակից մարդուն ու ամեն քայլով ինքը առաջ է գնացել։ Բայց հիմա քանի որ փողի միջոցով փողն է հայտնվել որպես սուբյեկտ ու իշխանությունը փողը տալիս է խելագարներին, որպեսզի ինքը կառավարի, այդ մարդկային սուբյեկտայնությունը ագրեսիվ բացասական դեր է խաղում։ Տեսեք, սա նկարած է, ասենք թե ճապոնական կայսրության տերիտորիաներն են 1870-ից մինչև 1942 թիվը։ Ամբողջ արևելյան Ասիան, հարավ-արևելյան Ասիան իրանն է եղել, իր գաղութներն են եղել։ Հիմա էլ այդ մտքերը մեջը կա, բայց հաշվի չի առնում, որ արդեն որպես ղեկավար այնտեղ արդեն սարսաղներ են գալիս իշխանության։ Փողը դրել է սարսաղներին։ Մենք այս մեր իրականությունից հիմա գնանք եզերական իրականություն, որտեղ մենք մեծ մարդ ունենք, եզերկություն նասիրող բյուրական ունենք։ Այստեղ նկարած է ցիրկաթինը, ու սլակով ցուցատված ասում եմ մենք ստեղ ենք, զբաղված ենք հարկեր վճարելով ու վախով ապրելով, ճիշտ ասում։ Բայց դուք համեմատեք այս շկալան պատկերացրեք, մարդկային գոյության, մարդկային փիլիսոփայականի շկալան, այս ծևի տիեզերք կա, այս տիեզերքում չգիտեմ մարդ կա թե չէ, միգուցե չկա, հետո գալիս ես հասնում ես երկիր մոլորակին, որը մարդկություն ա ծնել, այդ մոլորակային կյանքը, ու այդ մարդկության տերադարել փողը, այս դեգեներատը, մյուս դեգեներատը, այս երկուսն էլ իրարից ոչ պակաս դեգեներատներ են, հələ տեսեք ստորադասությունը ինչ դեմք ունի, հələ տեսեք ճիճվությունը ինչ դեմք ունի, ֆանտաստիկա է սա։ Ու այստեղ մի հատ կարևոր բան էլ ասեմ, ուրեմն այս դիապազոնում գործելու համար, սուբյեկտ դառնալու համար շատ քիչ բան է պետք։ Այստեղ ես մի հատ փոքր անալիզ եմ արել, ներկայացնեմ ձեզ։ Ամերիկայում 100 միլիոն ունեցողները մոտ 20,000 հոգի են։ Կարող եք մտնել Google, հարց տալ, թե Ամերիկայում քանի հոգի ունի 100 միլիոնից ավել, կգրի 20,000։ Այսինքն ամերիկյան բնակչության մեջ 17,000-ից մեկը այդ կարգի փող ունի։ Եթե հայերն ասում են, որ Ամերիկայում մոտ 1 միլիոն հայ կա, ապա Ամերիկայում 50-60 հայ, որովհետև մենք այդպես միջին հարստության ենք Ամերիկայում, ուրեմն մենք 50-60 հայ ունենք ազգովի, որը ունի 100 միլիոնի կարգի փող։ Հայություն խաբար է։
Դու մենակ Քրքորյան ես լսել, բայց խաբար չես, որ այդտեղ ուրիշ փողատերեր կան։ Ես չգիտեմ, թե Հայաստանում քանի հոգի կա, որ 100 միլիոնի կարգի փող ունի։ Ինձ թվում է մի 20 հոգի էլ կարող է Հայաստանում լինել։ Երևի, ոչ պակաս։ Ինչու եմ սա ասում, որովհետև իմ կարծիքով ընդհանրապես ամեն մեծահարուստի փողի կեսով 50 միլիոնով Հայաստանում հարյուրավոր հարց լուծողների էր հնարավոր վարձել ու հազարավորների հարց լուծել, հարյուրավոր հարց լուծողների վարձել, հազարավորների հարցը լուծելու համար։ Սեփական պարլամենտ էր հնարավոր սարքել ու 10 անգամ նոր սահմանադրություն գրել ու ընտրեցնել, այլ ոչ թե Սերժի սահմանադրությամբ գնալ գերեզման։ Սերժի երկու դեգեներատի գրած սահմանադրությամբ Սերժի համար կազմած գնում եք գերեզման, գնում եք ընտրություն, գնում կործանվում եք, պատերազմի մեջ եք ընկնում, ձեր երեխեքին եք թաղում։ Ու այս ֆոնին պարզ է դառնում, որ մեզանում փողին մեռածների թիվը անվերջ անգամ գերազանցում է դրանցով մարդկանց թվին։ Այդ ո՞նց է Սորոսը ֆայմելա, որ իր փողերը կարող օգտագործի մարդկության հերն անիծելու համար։ Հրաները հասկացել են, որ փողից հետո գալիս է կառավարումը։ Փողն ունես կառավարման մեջ պետք է մտնես։ Հայը չի գիտակցում, հայի մեջ փողը դոդից են կողմ չի կանցնում, դու դոդակերպերից ու նիկոլակերպերից ու ռոբակերպերից, սերրակերպերից են կողմ փողը չի անցնում։ Այդ փողին որ տիրանում եք, նաև մտածեք, որ փողով կարելի է դրական մի բան անել։ Փողը մենակ մարդ ուտելու համար չի, փողով լուրջ բաներ կարելի է անել։ Այս ասեմ կարևոր բան է։ Սա հայտարարություն է, Facebook-ում հանդիպեցի, ուրեմն թուրքերն ունեն Ամերիկայում լոկալ ատամնաբուժարաններ։ Ես ստեղ գիտեմ բժիշկների, հայ ատամնաբուժների, մեկի մոտ էլ գնացի մի 15 տարի առաջ գողեգող սենց իր տանը ապարատ ուներ, ատամը սխալ տեղից ծակեց, պլոմբ դրեց, մի 2 տարի դիմացավ, թուրքերը օֆիցիալնի բացել են, ուրիշ ոչ մի ազգ չի կարողացել բացել, իհարկե ամերիկյան բժշկությունը գտնում է հրեաների ձեռին, այդ հայտնի է, հոգեբուժների 30%-ը հրեա են, բժիշկների 16%, բայց թուրքերը հաջողացրել են Ամերիկայում ատամնաբուժարաններ բացել։ Սա շրջանցել է ամերիկյան ողջ բանը, օրենսդրությունը։ Օրենսդրությունը թույլ չի տալիս sense բաներ անել, մարդիկ արել են։ Հիմա գամ մի ուրիշ բանի։ Խնդիրն է, վիշապն է կուլ տալիս, թե մուկն է կուլ գնում։ Խնդիրը, սրա հետևանքը, անտեղյակությունն է մեզ կառավարում, թե բոզի ծննդությունը, սերիկայությունը։ Սրանք հարցեր են, ալտերնատիվ հարցեր են, որ մենք պետք է մեզ տված լինենք։ Մի հատ ձեզ հին բան ցույց տամ։ Հետո կվերադառնամ տեքստին։ Սա իմ 92 թվականի դեկտեմբերին գրած, կարծեմ մի անգամ էլ եմ ցույց տվել։ Դեկտեմբերին գրած հոդվածն է, որ ես վերնագրել եմ, վիշապն է կուլ տալիս, թե մուկն է կուլ գնում։ Ես 92 թվին ես այս հարցը քննարկել եմ, ուժեղի թույլի, զոհելու ու զոհվելու հարցերը, բայց հայությունը ոնց որ թե այդ հարցով թքած ունի, իրանց այդ չի հետաքրքրում։ Այդ ոնց է, այդ հարցը ինչի մենք չենք քննարկում, թե ով է մեր հարցերը լուծում։ Վիշապն է մեզ կուլ տալիս, թուրքը, որը գալիս է քո վրա, թե մենք ենք կուլ գնում։ Նիկոլն է ձեզ ուտում, թե դուք եք Նիկոլին ուտվում։ Անտեղյակ եք, թե մուղամբազություն եք անում, բոզի ծննդություն եք անում, ամեն մեկս ինչ որ չափով մեր հանդեպ։ Ինչի մի հատ ազնիվ բաստեպքով չեք նստում։ Հենոր մի հատ խելոք տղա խոսում էր բանով, ինչ-որ ինտերվյու էր տալիս, Նիկոլի մասին է շատ լավ խոսում, աշխարհքաղաքականությունից է խոսում բանման, վերջում ասեց, թող ընտրություններին Նիկոլը փորձի կեղծել։ Այդ ամբողջ իր խոսածը մի տեսակ դեմս փլվեց։ Լսի, եթե դու Նիկոլ հաղթող ես, դու պետք է մինչև ընտրությունները Նիկոլին հաղթես, ոչ թե ընտրությունները անես, սպասես, թե Նիկոլը կկեղծի, թե չի կեղծի, որ դու հոխորտ տաս։ Ես էլ մի հատ լավ բան առաջարկեցի։ Հա, գնա ընտրությունների, բայց մի պայմանով։ Այն ընտրությունների մասնակցելուց առաջ բոլորը, որոնք ձեզ հայեր կկանչեն ընտրությունների, մի հատ երթում թողուտեն։ Հա մենք գնում ենք ախպերջան Ռոբին ընտրենք։
Բայց եթե Նիկոլը կեղծեց, այն ժամանակ ամեն մեկը այդ ընտրության քարոզանողները պարտավոր եք Ռոբին Գյուլեք ինքներդ, որովհետև Ռոբը ձեզ խափեց տարավ ընտրությունների, Ռոբին Գյուլեք հետո ձեզ խարակիրի անեք, որովհետև դուք եք մարդկանց տարակ ընտրությունների խափեցիք։ Դեր միջոցով է, չէ՞ Ռոբը հավաքագրում մարդկանց, որովհետև մենակ ինքը որ խոսակիչ է, իրան մանկլավիկներ են պետք որ ասեն Ռոբին 8.5 միլիոն մարդան է։ Խոստացեք, այս անգամ էլ փորձ անենք ինչ ա եղել, շանսը որ կհաղթեք, հենց այնց կհաղթեք Նիկոլին 0 է, ինչ տարբերություն թո դառնա -0, +0 -0 տարբերություն չկա։ Ինձ թվում է հագին բան ասեցի, վերջացնեմ խոսելիքս այս հրեական, դե մարդիկ խելոք են, ասացվածքով։ Как говорил профессор Розенталь, речь бывает блестящей, а бывает с матовым покрытием. Աշխատեք այդ մատովի պակրիցը, մատով խոսքը, մի քիչ ձեր լեքսիկոնում ավելացնել, համու հոտ է տալիս ու ճշմարտությունը մեջտեղ բերում։ Առանց ճշմարտության դուք չեք կարող որևէ հարցի լուծման հասնել։ Ձեր ճանապարհներն են ձեզ հաստատում, գիտեք ինչի շնորհիվ, վախում եք ճանապարհից։ Դուք չեք հասկանում, որ մարդը դառել ոչ թե ճանապարհության շնորհիվ, այլ խելքի շնորհիվ։ Խելքով աշխատեք ապրել ու դուք կտեսնեք, որ շատ ավելի հեշտ է խելքով ապրելը։ Ճանապարհով կարաս դոդը լնես, դոդը արժանի բան չի, դիրք չի, արժանի նիշա չի, դոդի շնորհիվ սովից հեռանալ կուշտությունը։ Որպես դոդ ապրել արժանապատիվ բան չի, որպես մարդ ապրեք։ Դա շատ ավելի փառահեղ բան է։ Այսպես